Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Սարգսյան։ Ամփոփում ենք շաբաթը։ Արդեն բոլորը երկու օր է քննարկում են այդ ինֆորմացիոններ նետումը, ինֆորմացիոն դաշտ, այն ինֆորմացիայի, այն տեղեկության, որ Կրեմլը որոշել է կուրատոր նշանակել Հայաստանի համար։ Խոչվում է շատ հետաքրքիր ձևով են ձևակերպել, ասում են սկսում ենք զբաղվել Հայաստանի թեմայով։ Տեմա արմյանսկը տեմա Արմենիի եւ դա լինելու է Սերգեյ Կիրիենկոն, մինչ այդ նա զբաղվել է ուրեմն ասում են Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մոլդովայի հարցերով եւ այլն, ասում են մենք ոչ էլեկտորալ ազդեցություն ենք ունենալու Հայաստանում, այլ ինֆորմացիոն ազդեցություն ենք ունենալու, ինչ կուրատոր, ինչ է նշանակում Հայաստանը ունենում է Ռուսաստանը նշանակում է կուրատոր Հայաստանի համար։ Դե մեծ հաշվով միշտ եղել է, երևի թե ժամանակին դրանով զբաղվել է FSB 5-րդ գլխավոր վարչությունը, գեներալ Բեսեդեի գլխավորությամբ, հիմա Կիրիենկոն նշանակում է, որ ընդամենը անմիջականորեն հարցը գնում է Ռուսաստանի նախագահի վերահսկողության տակ, ոչ թե միջնորդավորված, իհարկե նրա հետևանքն է, որ Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունը մեծ հաշվով, եթե չհաշվենք առանձին վերցրած ճակերտներում քաղաքական գործիչների եւ մի քանի ԶԼՄ-ների զրոյացել է, իսկ Ռուսաստանը դիտարկվում է թշնամական երկրների շարքում, զբաղեցնելով պատվավոր երրորդ տեղը, չնայած իրականում երկրորդ պետք է լինի, որովհետև պարզավոր Ադրբեջանը դա իր մինյոնն է մեծ հաշվով։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ Ռուսաստանը 25 թվականին որոշել է, որ ինքը պետք է 26-ին ընդառաջ ստեղծի մի փոքր փափուկ ուժ կիրառի եւ կարողանա ինչ-որ բան անի։ Ես ասեմ, դա համալրվում է ոչ միայն այդտեղ նոր չի հայտնվել, սա երևացող մասն է, ՎԴՄ-ին որ հրապարակել է, ասեմ, որ վտանգը շատ ավելի մեծ է, որ Հայաստանում ակտիվացել են խոշոր ռուսական կորպորացիաներ քողարկված, մասնավորապես Սբերբանկը, որը Հայաստանում գրանցել է ավելի քան հարյուրներով բրենդ նեյմեր գրանցել, այդ թվում այսպես կոչված երկու գիսը, որը որ հիմա աշխատում է մեր ժամանակին մեր, հիմա չգիտեմ ում է պատկանում, GG-ին, այն որ ասում են Yandex-ի քարտեզներով մի օգտվեք, որովհետև դա թշնամական է, հիմա նույն բանն է, այդ երկու գիսը նույնիսկ մետրոպոլիտենում իրանց գովազդը կա, ես ուզում եմ բնակչությանը զգուշացնեմ, նրանց ովքեր լսում են, որ դա էլ ավելի թշնամական է, քան Yandex-ը, որովհետև Yandex-ը վստահաբար գիտենք, որ թուրքական եւ ադրբեջանական ազդեցության տակ է, սա քողարկված է, սեփականատերը ծառայության Սբերբանկն է, Սբերբանկը նաեւ բարձր տեխնոլոգիաների նախարարության միջոցով առաջարկել է համագործակցություն մեր ռազմարտունաբերության ոլորտի ընկերություններին, ինչը ավտոմատ նախարարության հետ համագործակցած ցանկացած ընկերությանը բերում է եվրոպական եւ ամերիկյան պատժամիջոցների տակ, ես հիշեցնեմ, որ Սբերբանկը գտնվում է համաշխարհային պատժամիջոցների տակ։ Սբերբանկը ֆինանսավորում է մանկապիղծ եւ մարդասպան բանակ, ռազմական հանցագործություններ գործող։ Ոչ միայն կոչ եմ անում, այլ ասենք չգիտեմ, զգուշացնում եմ, էլի, որ հանգարց ոչ մեկի մտքով չանցնի եւ զգուշացնում եմ անձամբ նախարար Մխոյին, որ ինքը սրա տակից չի դուրս գալու եւ ամեն ինչ արվելու է, որ ինքը մնացածի հետ մեկտեղ գնա Հաագա, որպես ռազմական հանցագործ, որտեվ իր նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետության ընկերություններին առաջարկվում է մասնակցել մանկապղծությանը։ Սա արդեն համը դուրս է գալիս։ Ես ուղղակի չեմ պատկերացնում ոնց սրան կարելի է վերաբերվել, ոնց կարելի է նախարարության միջոցով սա անել, կամ բացարձակ հիմար են, ոչինչ չեն հասկանում, կամ սրիկա են եւ գիտեն ինչ են անում եւ ուզում են, որ Հայաստանի ընկերությունները գնան պատժամիջոցների տակ։ Ուրիշ որևէ այլ բացատրություն ես չունեմ։ Եթե Նիկոլ Փաշինյանը վիրավորվում է, կարող գնա բորձուր կրծի Կարմիր հրապարակում։
Ինչի էր պետք այսպիսի մանրամասներով այդ ведомости հոդվածը, որտեղ ես կարծում եմ արդարացված չէր, հատուկ էր արված Սերժ Սարգսյանին եւ Քոչարյանին նշել որպես ռուսական ազդեցություն Հայաստանում եւ ասում են թույլ է այդ ազդեցությունը արդեն լավ չի աշխատում, դե Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը մենակ ոչ են, նրանք ամբողջ իրենց շրջապատով են ստացվում է, որ Ռուսաստանի այդ ведомостին այդ արտանետում թե ներնետում հայաստանյան ուրեմն հասարակության մեջ լրատվամիջոցների միջոցով ինչու նրանք հատուկ ընդգծեցին Սերժ Սարգսյանի եւ Քոչարյանի իրենց շահերը ներկայացնող որպես Հայաստանում եւ դրա հետ մեկտեղ ասացին որ դա բավարար չի պետք է փափուկուշ պետք է աշխատել հանրության հետ որովհետեւ եւ Միքայելը լավ էլ դնեմ մի ավել բան էլ ասացին որովհետեւ Փաշինյանը կարծես թե այդքան էլ կոմֆորտ չի մեզ համար Կրեմլի համար բայց ժողովուրդը ոնց որ թե հակված է սիրում է ռուսներին Սուտ է ժողովուրդը ատում է ռուսներին այնքան որ ես վստահեցնում եմ այն 60%-ը որը Ռուսաստանին ատում է լրիվ բավարար է որ այն 30%-ին որը սիրում է ռուսներին ստիպի որ սուս մնան դրանք դա մեկ երկրորդը պարզ է որ Ռուսաստանի գործակալները ստեղ նստած են կառավարությունում այլ նու իհարկե Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը բայց դրանք նու սենց ասեմ տիրաժ դուրս եկած, այսինքն մարած օբլիգացիա քաղաքական գործիչներ, որոնք ամեն մեկը առանձին, ասենք լավ, օքեյ, ինչ որ ազդեցություն ունեն, բայց ոչ մեկը ոչ մյուսը չի կարող հարց լուծել։ Մենք տեսնում ենք, հա, ինչ որ բանով տենց չիրանք։ Բարձբուն իմաստով մարած օբլիգացիաներ են։ Իրական Ռուսաստանի գործակալները նստած են բանում, իսկ օգտակար հիմարները ըստ Լենինի ձևակերպումն է, полезные идиоты, useful idiots։ Դա օրինակ մեր կառավարությունում են, մասնավորապես են մարդիկ, ովքեր մինչև հիմա չեն արգելում Նիկոլ Փաշինյանին, որ ինքը մայիսի 9-ին գնա Կարմիր հրապարակ, կամ ասենք շարունակում են ԵԱՏՄ-ի շրջանակներում գործողություն իրականացնել, կամ թույլ են տալիս, որ պատժամիջոցների տակ գտնվող ռուսական ընկերությունները գան Հայաստան շուկա գրավեն, օժանդակում են դրանում, կամ թույլ են տալիս, որպեսզի պատժամիջոցների տակ գտնվող ընկերությունները մթոմ ռուսական էլ չեն հայկական են Հայաստանում ասենք նու չգիտեմ բարձր տեխնոլոգիաների ոլորտից ասենք չգիտեմ սերվերներ առնեն եւ աշխատացնեն այդ սերվերները ի շահ Ռուսաստանի Դաշնությանը, որտեղ ասենք դա աբսուրդ է։ Դուք ինչ չեք համոզի, որ Ռոստելեկոմը Հայաստանում որ ամբողջությամբ պատկանում է Ռոստելեկոմին, ինքը Ռոստելեկոմը չի, ինքը հիմա ուրիշ ձև է կոչվում, ու ինքը Աբովյանում data center ունի, ու այդ data center-ում հենց է, որ բոլոր փոքր օպերատորներին ստիպում են, որ իրանք դեպի այդ data center ինչ-որ սարքեր առնեն, վերահսկողություն են հաստատում։ Բարձր տեխնոլոգիաները, այսինքն ինֆորմացիոն կոմունիկացիոն բանը փորձում են իրանցով անեն, բանկերը ապականված են, Հայաստանի բանկերը ռուսական կենտրոնական բանկի համակարգով են աշխատում, չնայած դրանք պատժամիջոցների տակ են։ Ես սա կարելի է շարունակել, այսինքն Ռուսաստանի ազդեցության գործակալները նստած են կառավարությունում։ Մեկը նույն, ասենք, այդ մխոն, որի նախարարությունից բտա նախարարությունից բան են ասում, Սբերբանկ են ուղարկում։ Դե Ռուսաստանը արդեն չի թաքցնում, նա փաստորեն այս որոշումով, այս համենայն դեպս այս ведомости նյութով նա ցույց է տալիս, որ անգամ եթե կան այսօր գործակալներ, դրանք բավարար չեն, ասվում է նյութում։ Դե բավարար չեն, այո։ Մի ամբողջ նոր թարմ ուժ ենք ներմուծելու Կիրիենկոն թարմ ուժ չի։ Կիրիենկոն, ասենք օգտագործած մի անգամ է օգտագործման բանը անձեռոցիկա, որը վաղուց օգտագործած շպրտած է։ Կիրիենկոն նորուժ չի։ Կիրիենկոյի մասին էս բրոսը նրա համար է, որ ցույց տան այն սրիկաներին, ովքեր Հայաստանում աշխատում են, թե ինչքան կարևոր են այդ սրիկաները, որ իրանց սրիկայության մասին ուղիղ կզեկուցեն անձամբ իրանց պապային, ոչ թե կենսաբանական, այլ քաղաքական եւ գաղափարական պապա Պուտինի։ Այդ սրիկաները հիմա իրանց հայրանումները գրելու են Վլադիմիր Պուտինի, որտեվ հիմա ինքը Հայաստանը
տապալելու է, ապականելու է, քակմե չանելու կներեք արտահայտության համար, ու այդ դրա մասին կզեկուցեն անձամբ Պուտինին, ինքը երջանիկ դպրտելու է, այդ մխոները, Մհեր Գրիգորյանները, բաները, այդ ամբողջ կազմը կառավարության, որը մինչև հիմա չի կարողանում կենտրոնանալ, որ մենք չենք կարող լինել ԵԱՏՄ-ում։ Հայաստանը չի կարող մնալ ԵԱՏՄ-ում եւ պահպանել իր սուվերենությունը։ Դա բացառվում է, որպեսզի Հայաստանը շարունակի գործել ԵԱՏՄ-ի շրջանակներում եւ մնա անկախ երկիր։ Կիրիենկոյի նշանակելը մենակ է նա, որ ստեղի սրիկաները ուրախ զվարթ իրենց սրիկայությունը անեն, վստահ լինելով, որ դրա մասին կզեկուցվի անձամբ իրանց պապային։ Էտա Ավելին, եւս մեկ ծրագիր կար այդ հոդվածի մեջ նշված, որ ընտրություններում ասում են դե Փաշինյանը գուցեև կանցնի, գուցեև չի անցնի, բայց մենք ուզում ենք ազդեցություն, գոնե չնչին ազդեցություն ունենալ կամ ներկայություն ունենալ ազգային ժողովում։ Ես նույնիսկ չեմ հասկանում ինչ ենք մենք իսա խոսում։ Իրանց ազդեցության գործակալը Փաշինյանի կուսակցությունն է եւ այս կառավարությունը, ինչ իմաստ ունի իրանք ուրիշ գործակալ մտցնել։ Մարդը ոչ մի բանի համար գնում է Մոսկվա։ Մարդը այնքան արժանապատվություն չունի, որ գնում է Մոսկվա, որ իր դեմով ադրբեջանցի զինվորները, որոնք Արցախը վերցրել են, քայլեն։ Եկեք հիմա այդ քննարկենք։ Ամսի 9-ին Նիկոլ Փաշինյանը գտնվելու է Մոսկվայում։ Հույսով եմ, որ չէ։ Եվ արդեն հայտարարվել է, որ 80 զինծառայող այնտեղ անցնելու է շքերթով, նրանք արդեն Մոսկվայում են։ Ադրբեջանցի ուրիշ։ Ադրբեջանցի։ Չասեցիք դրա համար։ Ադրբեջանցի ներողություն։ Այո, դա է, որովհետև այլ երկրների էլ ոնց որ թե լինելու են, Հայաստանը չի ուղարկելու իր զինծառայողներին կամ իր զինյալներին եւ իրենց ուրեմն ռազմական հագուստով են նրանք լինելու եւ դրա անցնելու են բոլոր նրանք, ովքեր մասնակցել են եւ Ալիևից շքանշաններ են ստացել։ Եվ այդ շքերթին, այդ կարմիր հրապարակով անցնող ուրեմն զինվորներին կամ կոմանդոսներ են ասում, ընդունելու է եւ ողջունելու է Փաշինյանը։ Իթիվս այլոց։ Դա խնդիր է, թե նորմալ է։ Ում համար։ Ում համար է խնդիր կամ ում համար է նորմալ։ Իմ համար դա անընդունելի է։ Նիկոլ Փաշինյանը եթե գնաց, պաշտոնապես հռչակվելու է անբարոյական կնոջ զավակ։ Այսինքն առանց որևիցե մի բանի, որտեվ իրան դաստիարակել է մի կին, որը չի բացատրել, որ դու չես կարող քո երկրի երեխեքին սպանածների շքերթը ընդունես։ Դա ընտանեկան խնդիր է, դա բարոյական խնդիր է։ Դա բացառվում է, դա արժանապատվության ամբողջական բացակայություն է։ Գոյություն չունի դիվանագիտական այնպիսի մի քայլանոց կոմբինացիա, որից ասենք դու կարող ես ապացուցել, որ լավ ես արել, չէ։ Գոյություն չունի։ Մի քանի օր դեռ կա։ Այստեղ սենց եմ ասում, ախր բացատրում եմ պրոբլեմը որն է։ Պրոբլեմը բացատրում եմ որն է։ Դուք չունեք այնպիսի մի կոմբինացիայի նկարագրություն, ոչ մեկ չունի, որը կարող է այդ կոմբինացիայի վերջում այս շքերթին գնալը, ինչ որ մի դրական արդյունք բերի Հայաստանին։ Շոշափելի, ոչ թե գաղափարական։ Ես հասկանում եմ, որ վախենում է։ Ես հասկանում եմ, որ վախը բռնած է, ես հասկանում եմ, որ կարող է նաև գործակալ է դարձել այս ընթացքում։ Ես հասկանում եմ, որ իրան թվում է, թե Հայաստանի տնտեսությունը կախված է Ռուսաստանից, ոչ, բացատրեմ։ Ռուսաստանից կախված են իր շրջապատում մեգա դախլչիների եկամուտները։ Հայաստանի տնտեսությունը, եթե դուք վերացում եք այս ամեն ինչը կոնկրետ թվերի, վիճ ծառայության, այն որ ինքը չգիտի, հա, այն որ չի կարողանում ինքը դա հասկանալ։ Հայաստանի տնտեսությունը այդքան Ռուսաստանից կախված չի, որովհետև չի կարա երկրի տնտեսությունը, դուք ասում եք, բան, կախված, մարդիկ դուք չէ։ Okay, այսինքն դուք ուզում եք ասեք, որ Հայաստանը գոյություն ունի բացառապես իր շնորհիվ մի հատ 4 գծանոց ճանապարհի, որը Լարսն է, որը տարին 12 ամիս փակել։ Հա, 10 ամիս։ Չէ, տարին 12 ամիս, առնվազն 10 օրով փակվում է։
Այսինքն, եթե դուք համարում եք, որ այս երկիրը նմանատիպ տնտեսական աճ բան էս ամեն ինչը որ անում է, այս սենց որ խոսում եք բան, այդ 4 գծանոց ճանապարհի մեջ է, երկու գնացող, երկու գալացող, էտա ձեր ամբողջ տնտեսական աճի հիմքը, ինչ որ միտեղ թույլ տվեք ձեզ հետ չհամաձայնվել ձեր մտավոր ունակությունների վրա խստագույն կասկածել։ Ձեզ ասում են դա ունես, դու ինչու ես Չէ, դա չունեմ, դա ունես։ դա չունեմ, դա ունեն իր շրջապատի մեգադախլչիները։ Ես դա չունեմ։ Ես չունեմ բանկ, որը Ռուսաստանի կենտրոնական բանկի հետ է համագործակցում եւ ըստ Ռուսաստանի կենտրոնական բանկի պահանջի բոլոր օպերացիաները բանկային պահում է Ռուսաստանի կենտրոնական բանկի սերվերներում։ Դա ինչը հակասում է Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության մասին օրենքի, ինչպես նաև ու չգիտեմ, տենց տեղեկատվական անվտանգության լավ գաղափարին օրենքը, որ գիտեմ դրանք բան են, ասենք չգիտեմ, դա 1-2 կենտրոնական բանկը դրան ոնց է վերաբերվում, մեր։ Ինչի այն մարդիկ, ովքեր այդ բանկերի, ովքեր կապնված են այդ համակարգով, ինչի դրանց հաճախորդները չեն ստանում նամակ ամեն ամիս, որ մենք ձեր օպերացիաները տեղավորում ենք Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի սերվերների վրա։ Համարդը կարող է չի ուզում։ Չեք մտածել դրա մասին։ Թե ինչ-որ գիտեք սաղ ձեր ընտանիքի նման ոչխար են, դուք ոնց որոշեք այտենց է։ Այտենց ու չի։ Այսինքն այս ամբողջ ծավալը խնդիրների, որոնք մենք նկարագրում ենք, 80 հոգի շքերթով անցնելը, որ Նիկոլը գնում է, այդ ամենափոքր խնդիրն է։ Այդ խնդիրն է, որը երևացող է։ Այդ այն հարցն է, որ կապ չունի ինքը ինչ անելու, այդ նկարը հավերժ մնալու է, ինքը գնալու է ֆաշիստների պարադի, ինքը գնալու է մանկապիղծ բանակների շքերթը ընդունի, թե Ռուսաստանի եւ թե Ադրբեջանի բանակները, ռազմական հանցագործություն գործած բանակներ են։ Դու չես կարող քեզ թույլ տաս գնաս այնտեղ։ Չէ, դու ինքը կարա։ Բայց արժանապատվություն ունեցող մարդ չի կարա իրան, դու չես կարա այնտեղ տեղավորվես։ Միակ բանը, որ դու գնաս այնտեղ, որ այդ բենզին լցես քեզ վառես։ Ուղղակի, եթե ճար չունես, գլխից քեզ կրակես, մի բան անես։ Բայց գնաս այնտեղ շքերթ ընդունես առնվազն երկու մանկապիղծ ռազմական հանցագործություններ գործող բանակի շքերթի մասնակցելը որն է։ Ռազմական հանցագործ Պուտինի կողքը կանգնելը որն է։ Ինչն է։ Չեք հասկանում եք այդ նկարները հավերժ մնալու են։ Հավերժ մնալու է Հայաստանի դրոշը։ Ոնց որ 44 թվականին մեկը գնա Հիտլերի կողքը կանգնի, այն որ բոլորին պարզ է, որ արդեն պրծել է այդ թեման։ Բոլորին պարզ է, որ վերջ, չկա էլ պրծավ, դա վերջի շունչն է։ Հա, մի 2-3 տարի էլ կտևի այս պատերազմը Ուկրաինայում, բայց ուժը այս ստորագրությունից հետո Տրամփի եւ Զելենսկուի այդ պայմանագրի բան ինչ էր դրվող մետաղների իրական ռեսուրսների բանը, բայց իրականում դա կոչվում է Ուկրաինայի վերականգնման ռազմավարական, չգիտեմ ինչ որ ներդրումային հանձնաժողովի ստեղծման մասին։ Այսինքն հիմնադրամի, այսինքն այստեղ խոսքը գնում է նրա մասին, որ այս պատերազմը ավարտվելու է նրանով, որ ստորագրել են արդեն, որ Ամերիկան եւ Ուկրաինան համատեղ վերականգնելու են Ուկրաինան, դուք իրոք ուզում եք ասեք, որ Ռուսաստանը կարա այս պատերազմը կրի։ Ու դրա համար Նիկոլ Փաշինյանը գնում է պարտվող Հիտլերի կողքը կանգնելու։ Թե իրան թվում է, որ կրելու է։ Դուք հասկանում եք։ Ինչու՞ նա գուցե կարծում է Հյուսիսային Կորեայի այդ զինվորները, որ ավելանան, գուցե եւ ինչ որ Ուրեմն եթե կարծում է, չգիտեմ, թող ասի, որ ինքը կարծում է, որ անհրաժեշտության դեպքում ինքը պատրաստ է շուն ուտել Հյուսիսային Կորեայի զինվորների հետ միասին։ Ես հասկանում եմ, Հյուսիսային Կորեայի զինվորներին հեշտ է բերել Հայաստան կռվելու, որտեվ բան է, իրանց կարելի է բան ցույց տալ, Pornhub-ի բանը բացում ես, լինքը բացում ես, 5 րոպե ցույց ես տալու, դու ասում ես այն դիրքը վեկալ, թողեն 5 րոպե էլ նայես։ Ու իրանք տենց դիրք վերցնելով կգնան առաջ, ու շատ կզոհվեն, հարց չկա։ Բայց եկեք մի բան հասկանանք, հա, Հյուսիսային Կորեան, որը մասնակցեց Կուրսկի շրջանի, չգիտեմ, հակահարձակման մեջ, հա,
եւ տրամադրեց Ռուսաստանի հրետանու սպառված բանի, ես ասեմ, ընդհանուր գնայով 60%-ը։ Այսինքն այսօրվա դրությամբ հիմա այնպես է ստացվում, որ եթե Ռուսաստանը եւ Հյուսիսային Կորեան իրար պատերազմ հայտարարեն, հասկանում եք, չէ՞ ինչ կլինի։ Հյուսիսային Կորեան կարող է այդ բանը Խաբարովսկը բանը վերցնի ուղակի, որովհետեւ հրետանին Ռուսաստանի աշխատում է իր արկերով, իսկ ինքը էլ արկ չի տա։ Իսկ Ռուսաստանի տարածքը ազատագրում են Հյուսիսային կորեացիք։ Իսկ Ռուսաստանն էլ չունի։ Մի բան էլ ասեմ այդ պատերազմը, որ բան չլինի։ 24 թվականի ընթացքում Ռուսաստանը ներառյալ Կուրսկի մարզի գրաված տարածքները գրավել է Ուկրաինայում ավելի քիչ տարածք, քան ինչ ասեմ, երևի թե հա Ֆիզուլի ու բանի հորադիզի այդ բանն է, մինչև Ջեբրայիլ շրջանը, մոտավորապես 4000 քառակուսի կիլոմետր, 3890-ի կարգի։ Մեկ տարվա ընթացքում Ռուսաստանը կորցնելով ավելի քան միջինում 1100 օրական ահռելի մարդկային զոհեր, ահռելի մոտավորապես 360-380 հազար կորուստ, այսինքն զոհված, անհայտ կորած, երևարված եւ վիրավորված այնպես, որ չեն կարող վերադառնալ բան, ծառայության։ 380,000 մարդ է կորցրել, լավ էլ թիվը ստացվեց։ Մոտավորապես 3000 ընդունենք 800 քառակուսի կիլոմետր գրավելու դիմաց։ Ռուսաստանի հզորությունը էս է։ Ինչ որ մեկը կարա պատասխանատվություն վերցնի, այս տվյալները դնի հեծանվորդի կեպկի մեջ, այնի որ գնալուց կարող է սամալյոտում հանի, կեպկի մեջ կարդա, որ դու գնում ես բան, պարտված երկրի։ Բացի դրանից կարելի է դնել նաև բան օրինակ տնտեսական վիճակը, որ ասենք այդ իրանց հիմնադրամը, որը կայունության հիմնադրամը գրեթե սպառվել է։ 3 տրիլիոն է մնացել, արդեն իսկ գոյացած պարտքը 2.2-ը, որ Կենտրոնական բանկը Ռուսաստանի վերանայել է գնաճի թվերը, վերանայել է դեֆիցիտի թվերը։ Այսինքն Սիլուանովը, որը իրանց էկոնոմիկայի նախարարն է, այն մի հատ պսլնքոտ ունենք մեր մոտ դրա անալոգը, ասում է, որ մենք պետք է մեր ախորժակները փակենք, որ Ռուսաստանի ռեգիոնների անկումը տնտեսության մեկ տարվա ընթացքում միջինում 11-ից 12% է, միջինում, իսկ օրինակ Լիպեցկը 20 է, Կուզբասը 25։ Այսինքն Ռուսաստանը, եթե այդքան դուք դիտարկում եք, որ Ռուսաստանը Մոսկվան ու Պիտերն է, օքեյ, Մոսկվան ու Պիտերը հասկացանք, բայց Մոսկվան ու Պիտերը չեն պահում։ Ռուսաստանում մոբիլիզացիայի տարիքը միջին, իրանց պաշտոնական տվյալներն է 40+, 40+, 45, 46, 50 տարեկան մարդը ունակ չի օպերացիաներ։ Միակ բանը, որ ինքը կարա անի, այդ այսպես կոչված մարդկային ալիքների մսային գրոհներն են։ Դրա համար է այդքան զոհեր։ Դրա համար ոչ մի բանի չեն հասնում։ Դրա համար նույնիսկ եթե ճեղքում է լինում, իրանք տրանսպորտային միջոց չունեն, որ նայեք, ռուսները հարձակվում են ոտքով։ Դե 50 քանի տարեկան մարդ է, ալկաշ։ Էդի հազիվ այդ 2 կիլոմետրը քայլի, ճեղքում անում է, հետո չի կարող գնա, մտնում է մի ծառի տակ մնում է։ Մայիսի 9-ի հետ կապված Թրամփն էր հետաքրքիր նորությունը այն է, դուք երևի թե գիտեք, պարզապես հանրությանը։ Չասեք այդ Բեդովլաթի բանն եք ասում։ Հիշեցնեմ, մայիսի 8-ը ասում է երկրորդ համաշխարհային պատերազմում Միացյալ Նահանգների հաղթանակի օրն է։ Նա ասում է Միացյալ Նահանգները ավելին արեց, քան մյուս երկրները խաղաղության համար։ Հիմա այդ մրցակցությունն է գնում, ումն է հաղթանակը։ Մի կներեք էլի ասենք, Բեդովլաթել է դա։ Ամերիկայի Միացյալ Նահանգները մտել են երկրորդ համաշխարհային պատերազմ 42 թվականի դեկտեմբերի 7-ին, 41 թվականի դեկտեմբերի 7-ին, 41, Pearl Harbor, վերջացել է սեպտեմբերի 2-ին, 45 թվականի Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, որովհետև իրանց թե սկսել է թե դուրս գալը կապված էր Ճապոնիայի հետ։ Ճապոնիան իհարկե այդ բանի անդամ էր, բայց դենց չէ,
Մայիսի 8-ը դա եվրոպական մայրցամաքում պատերազմական գործողությունների ավարտնա Բերլինյան գարնիզոնի հանձնելու հետ կապված։ Ընդհանրապես երկրորդ համաշխարհային պատերազմ։ Այնպիսի երևույթ, ինչպիսին մեծ հայրենական պատերազմ, նա գոյություն չունի։ Մեծ հայրենական պատերազմը դա ընդհանրապես մի ժամանակահատված է, երկրորդ համաշխարհային պատերազմ, որը սովետական միությունը երկրորդ համաշխարհային պատերազմ մտել է որպես նացիստական Գերմանիայի մտերիմ դաշնակի, համատեղ ոչնչացրել են Լեհաստանը որպես սուվերեն երկիր, գրավել են, այնուհետ օկուպացիա են ենթարկել Բալթյան երկրները, Բեսարաբյան, այնուհետ եւ այդ ընթացքում Ռուսաստանը ամբողջությամբ կատարել է նացիստական Գերմանիայի խնդրանքը եւ մատակարարել է նիկել, մարգնեծ, կաուչուկ, նավթ, ցորեն, հացահատիկ, տարբեր տեսակի, ալումին, մետաղներ, ամեն ինչ։ Այն ընթացքում, երբ Հիտլերը կռվում էր Դանիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ։ Այսինքն սովետական միությունը մինչև հայտնի բան կա, որ վերջի գնացքը, որը այդ պայմանագրի շրջանակներում բանա դուրս է եկել սովետական միության տարածքից 41 թվականի հունիսի 22-ին ժամը 2-ից քանի րոպե գիշերը։ Հիշեցնեմ, որ 4-ին արդեն գերմանական զորքերը, չէ, հայտարարված էր 3-ին Մոսկվայում Շելենբերգը, իսկ 4-ին գերմանական զորքերը անցել են հարձակման, այսինքն պատերազմից 2 ժամ առաջ սովետական միությունը, որ իր դաշնակցին տվել էր այդ հերթական ցորենի էշելոններ գնաց։ Սրա մասին է խոսքը։ Եվ եթե դուք ասում եք, որ Տրամպը, դուք չեք ասում, Տրամպն ասում, որ մայիսի 8-ին դա ինչ-որ տոն է իր համար, դա նրանից է, որ ինքը հոգու խորքում այդ բունկերային առնետով հիանում է։ Այսինքն ինքը ինչ-որ բաներ ունի, ինքը ինչ-որ մեկ գնացել էր անցած կադենցիային, երբ որ ինքը նախագահ էր, ինքը գնացել էր Մակրոնի հրավերով Փարիզ, Երեսեյան բանի Շանզելիզեում տեսել էր ռազմական շքերթը եւ եկել էր ասել էր ես ուզում եմ որ Վաշինգտոնում լինի ռազմական շքերթ։ Մարդը դիմենցիայի մեջ է, մանկամիտ է, ինքը մնացել է այդ տարիքում 12 տարեկան երեխու տարիքում է մնացել։ Իրա մոտ տենց ինչ-որ իրան թվում է այս բանը, զինվորիկների սալդատիկներով խաղա բան, պարատ չլինի մայիսի 8-ին, խի մայիսի 8-ին, ոչ մեկ չգիտի։ Կամ ասենք առաջի համաշխարհային պատերազմի հաղթանակը նոյեմբերի 15-ին, նոյեմբերի 11-ին, այդ ինչ օր է։ Այդ ինչ կապ ունի առաջի համաշխարհային։ Չէ, ուղղակի իրան տենց հարմար է, 11-11 սիրուն է։ Վստահեցնում եմ ձեզ, որ այնտեղ 11-11 սիրուն է հարց է եղել։ Որովհետև նոյեմբերի 11-ը դա ծառայստապես մի բան չի էլի։ Ադրբեջանական թեման Ռուսաստանի հետ մեկ հետաքրքիր նորություն էլ կար այդ շրջանակներում, ռուս-ադրբեջանական հարաբերությունների մեջ, ռուսական ԶԼՄ-ներն են տալիս այդ ինֆորմացիան, որ ադրբեջանցի միլիարդատեր Գոդ Նիսանովին վստահել են ամբողջ ռուսական բանակի սնդամթերքով ապահովել է, սնել է, այսպես ասած, ասում են Գոդ Նիսան Պրիգոժինի կողմից հիմնադրված այդ բիզնեսը, որը բանակի համար ուտելիք էին պատրաստում, այո, սնդամթերքի փաթեթներ էին պատրաստում, փոխանցել են Նիսանովին։ Եվ որոշ վերլուծաբանների կարծիքով դուք հիմա կասեք դա համարում եք, համաձայն եք թե ոչ, կամ ձեր կարծիքը ներկայացնեք, Գոդ Նիսանովը Ալիևի ազդեցության գործակալն է Ռուսաստանում համարվում եւ ասում են փաստացի Ալիևին է փոխանցվել Ռուսաստանի բանակի անվտանգությունը եւ սնվելու անվտանգությունը, ընդհանրապես բանակի անվտանգությունը, թե թունավորվեցին։ Անկորձենա, չէ, այդպես բաներ մի պատկերացրեք, որ ինչ-որ բան այնտեղ փողի հարցը, նախ Գոդ Նիսանովը ունի նաեւ ոչ միայն ինքը Ալիևի գործակալն է, ինքը նաև իսրայելական անձնագիր ունի, այսինքն ստեղ ռևերանսները տարբեր տեղեր են գնում, ոչ միայն Ադրբեջան, այլ նաև Իսրայել։
այն որ ինքը բացի ամեն ինչից հանդիսանում է Նարեշկինի մտերիմ ընկերը եւ սա ընդհանրապես նշանակում է որ Պրիգոժինի կայսրության բսկտոցը դեռ չի վերջացել այսինքն արտաքին հետախուզության ծառայությունը Ռուսաստանի փայ է մտնում այնտեղ որտեղ որ մինչև այդ մենակ գլխավոր հետախուզական վարչություններ ինքը նույն գրու եւ FSB-ն ինքը նույն պատրուշ այսինքն ստեղ գալիս է որ երրորդ հետախուզությունն էլ է մտնում եւ մեծ հաշվով Գոտնիսանովի ստեղ ավելի շուտ վզին փաթաթացա ոնց որ քանց ինքը շահույթ է ստանալու ուրիշ հարց է որ այդ գումարները քանի որ բանակը Ռուսաստանի ստանում է այսպես թե այնպես բյուջեի 30 քանի տոկոսը եւ դրա զգալի մասը սնունդն է որտեղ մոտավորապես 1 միլիոնի չափ մարդ են պահում եւ այդ սնունդը բանը դա մատակարարում է մեծ հաշվով ինքը տեղը այդ թվում հոսպիտալներ բաներ ահռելի գումարներ են եւ այս գումարները պետք է լվացվեն եւ գնան այս կամ այնտեղ օգտագործվեն այլ օպերացիաների համար մեծ հավանականությամբ SVR-ի այսինքն արտաքին հետախուզության ծառայության службա չէ հա ծառայության օպերացիաների ֆինանսավորման համար անվտանգության բարձիկ է ստեղծվում է ֆինանսավորման աղբյուր եւ խոսքը վերաբերվում է նրան որ Գոտնիսանովի միջոցով այդ թևը որտեղ իրանց մոտ ամեն ինչ ուղղված է մեծ շահույթ ստանալու եւ հաշվի առնելով որ ողալ կաբինետում նստած անձնավորությունը այլևս որպես արևմտյան անվտանգության բան գոյություն չունի, որտեղ իր մոտ Տուրսի հաբարդն է անվտանգության պատասխանատուն, ով մի ուրիշ տիպի Պուտին ամոլ է։ Այստեղ հարցը գալիս է նրան, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը պետք է ստանա ինչ-որ մաքրված միջոցներ շատ փայ մտնելով բանակից, որպեսզի բանակը շատ բան չանի, էլի շատ չհաբրգի որտեղ այդ առաջ Շոյգուին էր տված։ Սա ընդհանրապես նշանակում է, որ Շոյգուին գծերից գցում են շատ ավելի արագ, քան որտեղ անմիջապես բանի Վագների ոչնչացումից հետո Շոյգուն վերցրեց, իրանք ստեղծեցին Եվկուրովի գլխավորության բրիդուտը, որը որ Վագների օպերացիաները Աֆրիկայում վերցրեց իր վրա, իսկ Աֆրիկայում իրանք ապահովում էին ադամանդի, բան ոսկու, պլատինայի եւ այլ մնացած այդ հանածոների անվտանգությունը եւ փային մտնում, ամեն ձեւով փային մտնում այդ հիմնականը Մալին, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Նիգեր փորձեցին Չադում ֆրանսիացիքից ստացան գիտբերներին դուրս եկան, բայց իրանք այդտեղ հետ կտորում են։ Ալիևինաս ամբողջի մեջ դիտարկել պետք է։ Ալիևը այս հարցում շարունակում է մնալ ինքը մինյոն է։ Ինքը ինդիվիդուալ խաղացող չի։ Ինքը ուղղակի հա բանն է ինչ որ մի կերպ ուզում է օգտակար լինի։ Այդ օգտակար լինելը անմիջականորեն կապված է դրա հետ, որ ինքը շարունակում է Իսրայելի հետ հարաբերությունները հակաիրանական թևում, ինքը շարունակում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, որ իր իշխանությունը պահի, ինչպես նաև ստիպված է կատարել Ռուսաստանի պահանջները նաև հակահայկական թեման է, որտեղ իր մոտ հակահայկականությունը իր իշխանության, պետության, հետևաբար իշխանության պահպանման հարցն է։ Էլ բազմիցս ասել եմ, չկրկնվեմ, իր էթնոգենեզը, ադրբեջանցի կոչվածը, դա այն է, ով որ ուզում է մորթի հային։ Այդ առումով, ասենք, միջին Պուտինոիդը եւս ադրբեջանցի է, էլի։ Ասենք իրանց մոտ էս հակահայկականության վրա կառուցված։ Իր համար էս ամբողջ խաղերը կապված նրա հետ, որ նավթ, ռուսական գազ ծախել, նավթից եկած փողը բանանել, այս Գոտնիսանովը, հասկանում եք Գոտնիսանովը իր մասշտաբի, Գոտնիսանովը Կուբայի ներկայացուցիչ է, Կուբա քաղաքը բանում, Ադրբեջանում, ինքը ամբողջական հրեական քաղաք է։ Եվ դրա համար է այդ բանը, որ Նիսանովին նշանակելը ուրիշ բան է։ Ստեղ գալիս է կպնում է
Ադրբեջանի միջոցով ուղղակի գալի կպնում է Իսրայելի շահերը, Ռուսաստանի շահերը եւ Ալիևը այդտեղ ընդամենը բանի խրճիթի տերն է, որտեղ որ իրանք հանդիպում են։ Խրճիթի տեր այս ձևակերպումով շարունակենք հաջորդը, էլի խրճիթի տեր է ստացվում, որտեղ հանդիպելու են հիմա Իսրայելի նախագահ Ալիևի հետ, Իսրայելի նախագահ չէ, վարչապետը, Թուրքիան օդային տարածքը բացել է, թույլ է տվել, նախորդ անգամ թույլ չէր տվել, որպեսզի Իսրայելից վարչապետը, այո, ներող եղեք, Իսրայելի վարչապետը ուրեմն ինքնաթիռը գա հասնի Բաքու, որտեղ վարչապետը գտնվելու է 5 օր, ասում են, դա շատ աննախադեպ է, այդքան երկարատև ուրեմն բացակայություն, այս համենայն դեպս ոչ միտեղ այդքան երկար նա չի մնացել, այդ օրերին Բաքվում է գտնվելու նաև Էրդողանը, դա հենց ամսի 5-ից, ներողություն, ամսի 7-ից մինչև 11-ն է գտնվելու Նետանյահուն Բաքվում, Իրանի թեման է, դրանից մի քանի օր առաջ Բաքվում էր գտնվում Իրանի նախագահը, մենք հիշում ենք իրենց հայտարարությունները, որտեղ Իրանի նախագահը համարյա ասեց, որ իմ երկիրը քո երկիրն է, ես երջանիկ կլինեմ, որ քո ժողովուրդը իմ այդ ճանապարհը, որ գցում են նոր ճանապարհ է լինելու Իրանի տարածքով, Նախիջևանը։ Մի փոքր ուրիշ կերպ ասեց քո երկիրը իմ երկիրն է։ Ինքը չասեց իմ երկիրը քո երկիրն է։ Ինքը Ալիևին ասեց, որ ես այստեղ նենց եմ ոնց որ Արբիլում եմ։ Այսինքն ինքը ասեց, որ այ որտեղ որ դու նստած ես այդտեղ գուբերնատոր խրճիթի տեր, դա իմ երկիրն է, ես դա ինձ հարազատ եմ զգում։ Այլ ձևակերպումներով, այլ տեղեր։ Հա ինքը չէ, ինքը տենց ասել, ինքը ասել է, որ ես ինձ զգում եմ ստեղ ոնց որ իմ տանը։ Թևրիզում, Արբիլում եւ այլն, այսինքն ինքը մեսեջ ա տվել, որ ասենք, նո, հա, օքեյ, էս իմն է։ Սա իմն է, լավ, այդպես կարող ենք դիտարկել, դա իսկ հարցազրույցի ժամանակ թերթերից մեկին ինչ է ասել նա։ Մի խոսքով, այդտեղ հետաքրքիր մեսեջներ են եղել իրար, սենց այս դրա վրա, այդպես մենք ձևակերպենք, եւ մենք այսօր գիշերը կամ երեկ չգիտեմ երբեր մենք ստացանք Միացյալ Նահանգների բավականին կոշտ ձևակերպումներ ուղղված Իսրայելին։ Մասնավորապես Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը ուղերձ է հղում Իրանին։ Նա ասում է, մենք տեսնում ենք ձեր աջակցությունը հուսիտներին, մենք հստակ գիտենք, թե դուք ինչ եք անում, դուք շատ լավ գիտեք, մի խոսքով խորհուրդում էր, որ մենք դուք կպատասխանեք ձեր արածների համար եւ որտեղ մենք անհրաժեշտ կհամարենք։ Թրամփը ասում է իրանական նավթի կամ նավթաքիմիական արտադրանքի ցանկացած գնում Իրանից պետք է անհապաղ դադարեցվի։ Իրանից նավթ կամ նավթամթերք գնող ցանկացած երկիր կամ անհատ անմիջապես կենթարկվի երկրորդական պատժամիջոցների եւ մի խոսքով նրանց կարգելվի գործարքներ կնքել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Մենք գիտենք, որ բանակցություններ էին գնում, երկու փուլով արդեն անցել են բանակցությունները, երրորդ փուլը դեռ հետաձգվել է, ժամկետը չի նշվել։ Ինչ եք կարծում Նետանյահուի այցը Բաքու, Էրդողանի այցը Բաքու եւ նման կոշտ հայտարարություններ Միացյալ Նահանգներից։ Դրանից առաջել Նետանյահուն ասել էր, որ նա դեմ է, որ բանակցությունների շրջանակներում հարցը լուծվի Իրանի հետ։ Դեմ է այդ բանակցային գործընթացին։ Նետանյահուն մեծ հաշվով շատ երկար ժամանակ է փորձում է վերջերս բավականին լուրջ քննարկում էր ԱՄՆ-ի բան չեմ հիշում որ ալիքներ տնտեսագետները ասում են որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ոչ թե Իսրայելի հետ միասին են կռվում մերձավոր արևելքում, այլ Իսրայելի փոխարեն են կռվում, ինչը մեծ վնաս է հասցնում ԱՄՆ-ի հարկանիշին, սա նույն բանն է, նախ եւ առաջ ասեմ, որ Իրանի հիմնական գնողը բանի, իրանական նավթի հիմնական գնորդը դա Չինաստանն է եւ եթե Տրամփը պատրաստվում է վախեցնել Չինաստանին
500%-անոց բաներով, տարիֆներով, դա փոքր ծիծաղալ է, որտեղ ոնց որ Չինաստանը արդեն ասել է, որ չեն վախում, ու մի 125 էլ ինքն է դրել Տրամպի, որը Ամերիկայի Միացյալ Նահանգների արտադրանքի վրա, այնպես որ ինձ չի թվում, որ սա կաշխատի։ Մյուս կողմից ակնհայտ է, որ Տրամպի շրջապատում կան մարդիկ, ովքեր ենթարկվելով լոբիստական ճնշման ցանկացան տապալել process-ը։ Ցանկացան տապալել process-ը ինչու, որովհետև մեծ հաշվով երկրորդ հանդիպումը, որ եղավ, ինքը լավն էր, ինքը դրական էր եւ բոլորը դրական էին գնահատում, բացի դրանից ամբողջ աշխարհին բացառությամբ անձամբ Բիբի Նետանյահուից ձեռք է տալիս, որ մերձավոր արևելքում ամեն ինչ օքեյ լինի։ Գոնե առնվազն այս պատերազմի սպառնալիքները չլինեն։ Նախ այդ բանը Պենտագոնի ղեկավարը, որ ռեպոստ արե Տրամպի փետրվարի վերջի, թե մարտի սկզբի այդ բանը, որտեղ որ ասում են մենք տեսնում ենք, հա, որ դուք հութիներին եք տալի, այդ իրոք վաղուց է։ Այսինքն ինքը նշ չի, որ շատ մի խելացի անձնավորություն է, ընդհանրապես ամերիկյան բանակում իրան համարում են հիմար գյադա, ադմիրալները տենց էլ ասում են, այս վերջերս էլի կոնֆլիկտ է ինքը ունեցել գլխավոր շտաբում ԱՄՆ-ի, ինքը իրոք շատ վատ լրագրող է, ինքը մարդ է, ով իր կնոջ հետ քննարկում է ռազմական օպերացիաներ, սիգնալում էլի, այսինքն նույնն է, ինչ որ էս նախորդ խոսնակ խորհրդական անվտանգության Սալիվանի տեղը, որ եկել էր այդ կապը, հանեցին ուղարկեցին ՄԱԿ։ Հիմա հաճկից սրա գլուխն էլ է քոր գալի, ինքը տենց ուզում է շատ դուր գա բաներին, լոբիստներին, իսրայելական, որպեսզի իրա բանեն։ Էսա, ես համարում եմ, որ սա ներքին քաղաքական թեմա է, որովհետև անմիջականորեն Իրանի հետ այս սրացումը, այս անիմաստ բաները ոչ մի նշանակություն չունեն։ Տրամպի ասածը ընդհանրապես այնա, որ ինքը հայտնի է, ինքը Ռուսաստանի վրա վախեցավ, որ էլի կձգձգի Իրանը, ոնց որ Ռուսաստանն է ձգձգում։ Դրա համար ասում եմ, ոչ մեկ պետք է Իրանից նավթ չառնի, ինչի համար, որ ինքը Իրանը ժամանակ չունենա, որտեղ եթե իմ նավթը առնում են, ու ես կապնված չեմ այդ մնացած ռեսուրսներով, որոնք սակավ են եւ պակասում են, ես կարող եմ բավականին երկար նստեմ, քննարկեմ ինչի վրա շուրջ կպայմանավորվենք, ինչի շուրջ չենք պայմանավորվի, բայց եթե իմ նավթն ու գազը ոչ մեկ չի առնում, հա ու ես խնդիր ունեմ ինչ որ հետո այդ գումարները մի կերպ վերածելու թվերի, որպեսի, չգիտեմ, ցորեն առնեմ ժողովրդից պահեմ, ես մի քիչ ավելի արագ կբանակցեմ, սրա մասին է խոսքը, որ ես տենց եմ գնահատում, որովհետև հակառակ դեպքում սա լրիվ անտրամաբանական է։ Չնայած Տրամպը այսօր հայտարարել էր, որ ինքը համարում է, որ Ամերիկայի երեխաները չպետք է շատ տիկնիկ ունենան, ու իրանց երկու տիկնիկը բավարար է։ Տենց պետք չի, որ իրանք տիկնիկ ունենան, որտեղ տենց է, որտեղ ասենք, մի քիչ էլ այդ տիկնիկները պետք է թանկ լինեն։ Բառես բուն իմաստով ասել են, այսքո տարիֆների պատճառով Չինաստանից Քրիսմասին չենք կարողանում պատվերները բերենք, ասել են ոչինչ, թող երեխեքը տիկնիկ չունենան։ Ինչ պարտադիր է երեխեն տիկնիկ ունենան, մի քիչ ինքը բան է, էմպաթիա չունի, այդ գիտենք, որ ինքը էմպաթիա չունի, բայց որ այս կարգի բացատրություն կտա նախագահական 100-րդ օրվա կապակցությամբ, որ գիտես ինչ կա, պետք է Ամերիկայի երեխեքը տիկնիկ չունենան։ Այսինքն դուք համարում եք, որ անհանգստանալու կամ այս ամենը չի վկայում, որ ամպերը, սև ամպեր են Իրանի ասում են Ամերիկայի Միացյալ Նահանգների սպիտակ տանը մարդիկ բլակնոտներ ունեն։ Այդ բլակնոտների մեջ գրում են Տրամպի ամեն մի բլթոցը։ Եթե նույն բլթոցը 3 անգամ կրկնվում, անոր սկսում են կիրառել։ Բացի դրանից ինքը ABC հարցազրույցում ասել է, որ իրականում ABC-ն էր թե Fox-ն էր, չեմ հիշում։ Ասում է, որ իրականում այդ պոստերը ինքն է գրում բաներում, սոցցանցերում։ Ակնհայտ է, որ այդ պոստերը չեն անցնում որևիցե վերլուծական բան, զննում, ստուգում, ոչ մեկ չի ասում լավ է, վատ է, նույնիսկ Ռուբիոն չի բանանում։ Այսինքն սա կարող է հերթական բրդոց տա, մենք արդեն 100 օրվա մեջ պիտի սովորենք, որ ինքը բան է,
տարիֆ on, տարիֆ off, տարին off, այսինքն ինքը սենց հայտարարեց, որ կարա ուրիշ բան հայտարարել, ասում ցավոք սրտի հիմա սենց է Վաշինգտոնում, եթե Տրամպը մի բան ասես, դու այդ ոչ մեկին չի հետաքրքրում, 3 անգամ պետք է ասի, որ նոր անենք, դա նորմալ է, հենց որ մի կողմ, այն որ ամպերը կուտակված են մերձավոր արևելքում, կասկածից վեր է, մենք ունենք Չինաստան, Պակիստան, կներեք, Հնդկաստան, հələ Չինաստանը չի խառնվել։ Մենք ունենք Հնդկաստան, Պակիստան։ Մենք երկրորդ օրնա Սիրիայում ունենք դրուզների, որոնց մեջքի հետևը կանգնած է Իսրայելը, որը ժամանակ առ ժամանակ մասնակցում է, եւ սիրիական նոր ռեժիմի, Թարիր ալ-Շամ Ջուլիանի, որի մեջքի հետևը կանգնած է Թուրքիա, խփոցին։ Հիմա այս խփոցու ընթացքում, որ Էրդողանը ասել է լավ կարաս իմ տարածքով անցնես, ես օրինակ Նետանյահուին խորհուրդ կտայի չանցնել, գտնել ուրիշ ճանապարհ, նույնիսկ Իրանի տարածքով անցնել, բայց ոչ մի դեպքում Թուրքիայի, որտեղ թուրք են, ինտեր խփեն։ Ասեմ ինչու, օրինակ հայտնի պատմությունն է, որ հոկտեմբերի 7-ից հետո 24-23 թվականի, թե 24, հա 23, ինչ խնդալու է, հա 23 թվականի հոկտեմբերի 7-ից հետո այդ որ Գազայի հատվածից մտան Իսրայելը բան արեցին, Էրդողանը շարունակում էր առևտուրը, Թուրքիան չէ, Էրդողանը շարունակում էր առևտուրը Իսրայելի հետ։ Հետո բողոքնի ալիք բարձրացավ, այս արեցին, այն արեցին, հետո մի պահ ասեց դե վերջ բան ու վիճակագրությունը հանեց, առաջ Իսրայելի հետ առևտուր կար, հիմա չկա։ Okay։ Իսրայելի հետ առևտուր չկա։ Ուղղակի նույն առևտուրը գնում է ուղղակի անունը գրած է Պաղեստին։ Հասկանում եք։ Պաղեստինի շրջափակման մեջ, բայց Էրդողանը Պաղեստինի հետ առևտուր է անում, ընդ որում իմացող մարդիկ ասում են բան, բազմոցներ բաներ ինչ-որ սենց, մեբել, բան, տենց ինչ-որ, մտածում ես, ասում ես, լավ Պաղեստինում, ինչ ես ծախում Պաղեստին, միլիարդավոր առևտուր է գնում, այսինքն Էրդողանը երբևիցե չի դադարել Իսրայելի հետ համագործակցել, սաղ պոնտ է, իրանք միասին են, միակ տեղը, որտեղ իրանք իրոք սրված հարաբերություններ ունեն, դա Սիրիան է, որովհետև Էրդողանի այդ օսմանական, նեո-օսմանական ցանկությունները գալի հանդիպում են Իսրայելի, մեծ Իսրայելի գաղափարի հետ, այդտեղ կա կոնֆլիկտ, հիմա ինչ վերաբերվում է, այստեղ մի երկու բառ պետք է ասեմ Թուրքիայի մասին, ուրեմն Թուրքիայի 10 տարվա պարտատոմսերը 10 տարվա մարման պարտատոմսերը 36.5% են, տարեկան տոկոսադրույքը 36.5%, հասկանում եք, չէ՞ որ այստեղ տնտեսության մասին խոսք լինել չի կարող, Կենտրոնական բանկը մի փոքր իջացրեց մինչև 42, բարձրացրեց հետ 46, թե նույնիսկ 48%, կենտրոնական բանկը, նշանակում ընդ մնացածը վերջն է, Ռեզերվները պակասել է, հասել է վերջի նախորդ շաբաթվա ընթացքում եւս 3 միլիարդով պակասել է եւ օպերատիվ ռեզերվները հասանելի իջել է ինչ-որ դարել է 16 միլիարդ թե ինչ դոլար։ Հիշեցնեմ, որ 16 միլիարդ դոլարը դա այն գումարն է, մոտավորապես մի փոքր է պակաս, որը Էրդողանը ամեն տարի ծախսում էր սիրիական պատերազմի վրա։ Հələ որ այն ժամանակ, երբ որ ինքը բացառապես ահաբեկիչ էր պահում, այսինքն իրանց մի քիչ ուտելիք էր տալի, մի քիչ զենք էր տալի, մի քիչ բուժում էր։ Հիմա ինքը Սիրիան պետքա վերականգնի։ Հիմա ինքը Սիրիա պետքա հետ ուղարկի իր հաշվին Սիրիայի փախստականներին, այսինքն այդ գումարը բավարար չի։ Ինչի են իրանք գնում Ադրբեջան։ Ադրբեջանը ունի պահոստային ֆոնդ։ Մոտավորապես հիմա ժամանակին 110 միլիարդ էր, հիմա իջել է, ծախսել է, մոտավորապես 90։ Այս 90 միլիարդի վրա աչք ունեն բոլորը։ Մասնավորապես նրանք, ովքեր իրան օժանդակել են, որպեսզի ինքը Ղարաբաղը կարողանա վերցնի ու յուրացնի։ Եվ հիմնական խաղացողները գալիս են։ Գալիս է Բիբին, որը ահռելի գումարների պակաս ունի, որտեղ Գազայի հատվածը իրան ոչ մեկ չի բանանի, չի օգնի։ Բացի նրանից, որ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան պայմանավորվել են քաղաքական կոնսուլտացիաներ սկսել ճանաչելու Պաղեստինի անկախությունը, այն որ մենք արդեն արել ենք։ Նորվեգիան երկրորդ դիմումով է գնում դատարան, որպեսզի Իսրայելի դեմ, որպեսզի վերականգնի Պաղեստինում գործող այդ ՄԱԿ-ի գրասենյակը,
Սա մի ահռելի վիճակ է, ահռելի մեծ ծավալ է խնդիրների, որը Նետանյախուի մոտ ինքը լավ ասենք գնաց մի հատ Օրբանին տեսավ։ Օրբանն էլ բանն է։ Հասկանում եք, ասենք մեկ-մեկ մարդիկ բան են անում, հա։ Ալիևը Պուտինի ածանցյալն է, չէ՞։ Օրբանը Ալիևի ածանցյալն է։ Այդ վիրավորական է։ Այդ նվաստեցուցիչ է, որ Բիբին գնում է Օրբանի մոտ, որովհետև սա ածանցյալի ածանցյալ է։ Ոչ մեկը, հասկանում եք։ Ես հիշեցնեմ ժամանակին Լյուքսեմբուրգի վարչապետն էր Եվրամիության ղեկավարը, ազգանունը մոռացել եմ։ Ֆանտաստիկ կադր կար, Օրբանը գալիս է, ինքը բոլորին ձեռով բարևում է, Օրբանը գալիս է, ասես նայում է Եվրոպայի վերջի դիկտատորը, ու մի հատ թաթալոշ է տալիս, կամերաների դեմը գտեք, որ սենց է եղել, կադրը հա նայում է։ Օրբանը գալիս վզակոթին մի հատ հագցնում, ասում է դավայանցի։ Էտա, այդ դրա մոտ է Բիբին գնում։ Մարդ ում վզակոթին կամերաների դեմը Բրյուսելում հագցրել են։ Դուք լուրջ եք ասում։ Այսինքն ածանցյալ։ Բոլորը ովքեր կան այնտեղ։ Սա Ալիևի փողերը, որտեղ Ալիևը այդ բանի կուտոկի մեջ միակն է, որը պատժամիջոցների տակ չի։ Այդ չգիտեմ ինչի, ասում են, որ մարդիկ կան Եվրամիությունում, ովքեր լանդրոմատի մեջ հələ չեն բացահայտվել մինչև վերջ, իրանք են օգնում, որ Ալիևը իր փողերը հələ որ կարողանում է պահի։ Բայց էտա համ Թուրքիային այդ գումարը պետք, համ Իսրայելին այդ գումարը պետք, այդ սոուսի տակ ինչ ասես իրանք հիմա իրան խոսք կտան։ Ընդ որում ասեմ, որ խոսք կտան, բան չեն անի։ Ասենք եթե Ալիևը ասի վաղը հարձակվում է Հայաստանի վրա, ոչ Բիբին, ոչ Էրդողանը չեն խառնվելու դրա մեջ։ Պուտինը կխառնվի, նրանք չեն խառնվի։ Որովհետև նրանք հենց հիմա ունեն պատերազմ տակ ու ոչ թե իրար հետ։ Այլ ամեն մեկը իր փայ։ Սա բավականին լուրջ բան է, մեծ խաղ է։ Այս խաղի ընթացքում Նիկոլի արածը անենց գիտեք, այդ մեր համար է էլի վիրավորական, նստած ենք գծած սենց դեմներս դրած է, նայում ենք մեծ խաղ է գնում, մեկը սենց կեպկով հեծանիվով ասում է, ես կարմիր հրապարակ ադրբեջանցիներին ողջուն եմ, որ իրանք Արցախը Որում Ռուսաստանը հրաշալի գիտի թե դա ինչ է Հայաստանի համար։ Հա, բա իհարկե։ Ես ուզում եմ հասկանամ ոնց է բուսնել այդ գաղափարը, որ ինքը պետք է գնա։ Ինչի համար։ Չէ, ես գիտեմ, որ իրանք միանգամից Հայաստանում մեծահասակների այդ պամպերսները, որը տանում են կառավարություն, բոլորինը միանգամից լցվել էր, երկու փաստ համընկել էր։ Վարտանիգը կոմունիստական տարոշով կրել էր լեննականի բանը, որ բոլորս հասկանում են կապ չունի։ Ուղղակի իրանց դեմ էին քվեարկում, մեկ էլ իրանց պայծառ ուղեղները, որոնք իրանց համար բան են փորձանքաքննություն են անում, բերել են դեմները դրել են, տեսակ, Ամերիկան Ուկրաինային գցեց, տեսակ։ Այսինքն, ինչպես միշտ, ուստա վռազը, քանի որ բան չեն հասկանում միջազգային հարաբերություններից, զերո գիտելիք ունեն, զերո գաղափար ունեն աշխարհը ոնց է բանանում, նենց տպավորությունա, որ իրանք են սովետական միությունը Բրեժնևի վաղտվա, Ֆրանսիային կամ Անգլիայի արածին sense մի քիչ վերևից են նայում, բայց դրանք յանի ով են, ոչ բան չեն կարող անել, մենակ իրանք են, մեկ է Ամերիկան, հա, մեկ էլ Ավստրիան մի քիչ։ Ավստրիան, մեկ էլ Ավստրիան, որտեղ երևի կինոյի այդ կտորն են մենակ տեսել։ Այս ամբողջ գործոնները sense եկե գումարվել է իրար, ու իրանք ասել են, «Всё, հանձնվանք»։ Բրծավ աշխարհը։ Գրանք մայիսի 9-ին կոշիկ լզենք, Ալիևը որ ասի կոշիկներս լզի, սրանք կլզեն։ Որտեղ իրանք չգիտեն ինչա կատարվում, ախրան գրագետ են։ 2-3 հոգի կա, որ բան են հասկանում, սրանք խոսք չի հասնում, թե տենց ինչ-որ բան, վերջ, մնացածը շպրտելու բան են, շպրտելու բան։ Ասում եմ կանգառներից պատահական հավաքած մարդիկ, հիպոթեք են հավաքել, մեգա դախլչիներին են ծառայում, ասում են ախպեր գնանք պարկենք Թուրքի տակ, մենակ մեզ էլ չանհանգստացնենք, մենք որոշում կայացնենք, ժողովրդավարություն անենք, կոռուպցիա վերացնենք, թո թուրքը մեր տեղը որոշի, իրանց գաղափարը էդ է։ Լուրջ եմ ասում։ Իրանց հիմա պայքարը են, որ ասում են Պուտինի ու բանի մեջ, Էրդողանի մեջ ուզում են 50-50 համենասատկելու, համենասատկում։ Համ նրա տնտեսությունն է 0 վարյա գնում, էլ Թուրքիայի տնտեսության մասին ձեն չեմ անում։
Թուրքիայի գնահատականը, որ մի քիչ Թուրքիայից հասկանան, հա, Էրդողանի կողմնակիցները վստահ են, որ հաջորդ ընտրությունները իրանք պարտվում են։ Էրդողանը ունակ չի Հայաստան յուրացնել, նույնիսկ եթե Նիկոլա ասի, ես ուզում եմ որ վիլայեթը դառնա։ Ունակ չի յուրացնելու։ Ինչու է Հայաստանը հայտնվում այնպիսի վիճակում, որ պետք է իրեն հարցնում են, բոլորը դա են քննարկում, այս կողմ թե այն կողմ, նա պետք է կողմ ընդունի, կողմ որոշի, մինչ այժմ խոսում էին Արևմուտք Ռուսաստան, հիմա դուք ասում եք Թուրքիա թե Ռուսաստան, բայց նոր թեմա է բարձրացել, Չինաստան թե Միացյալ Նահանգներ։ Կներեք, այդ ես չեմ ասում։ Այդ պայմանական ԿՊ-ի մի թևը ու մյուս թևն են ասում, թե չէ։ ԿՊ-ի ներսում են։ Հա, ԿՊ-ի ներսում են։ Չինաստան թե ինչ, Չինաստան թե ԱՄՆ։ Չինաստան թե Միացյալ Նահանգներ։ Ես այդտեղ ընդհանրապես ընտրելու բան չկա։ Ասենք Խնդիրը այն է, որ կան որոշ տեղեկություններ, որ Միացյալ Նահանգները փոքրիկ դժգոհություն են հայտնել։ Փոքրիկ Ծեծեմ մեր բարերով եմ ասում։ Այո, անհանգստացել են, որ Հայաստանը այս աջող փոխգործակցությամբ Չինաստանի հետ, ասում են այս պատերազմի, տնտեսական պատերազմի ժամանակ մի քիչ լավ չենք հասկանում։ Գիտեք պրոբլեմը որն է, պրոբլեմը նրանում է, որ այնքան են ասես իրանց ղաղաղության խաշմերուկի մասին, որ դե ասում են դեռ 2 տարի այս մարդիկ խոսում են, եկեք մենք էլ ասենք։ Չինացիք սկսեցին ասել, որ մեր բանը որ կա, այդ երկրորդ միջանցքը, միջին միջանցքը, 4-րդ միջանցքը, 6-րդ միջանցքը, սաղի մոտ միջանցք կա, մեկի մոտ մի ննջարան խոհանոց չկա, սաղ ինչ որ կարիդորնի բան է, գաղափարներ են։ Օխ, Վիսոցկին լավ երգ ուներ։ Ասма коридор ведь закончится стенкой, а туннели выводят на свет։ Բոլորը այդ բանի մասին մոռացել են։ Միջանցքները վերջանում են պատով, այդ հին սովետական բան է։ Կարիդորը մտցնում են, այդ որ գլխից կրակեն։ Բայց ամեն դեպքում բոլորի մոտ միջանցք կա։ Հիմա չինացիք են ասում են ձեր խաղաղության խաշմերուկն էլ բերեք մեր միջանցքին կպցրեք։ Հիմա ինչ ա եղել, մի հատ էստից դուր կբացենք, ակնհայտ է, որ չի աշխատելու բազմիցս ասել եմ, տնտեսական հիմնավորում չկա, ոչ խաշմերուկի, ոչ միջին միջանցքի, դրանցից ոչ մեկը չի աշխատում, գոյություն ունի, գործող երկաթգիծ, որը Ղազախստանով, Թուրքմենստանով գալիս է մտնում է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Իրանի Իսլամական Հանրապետությունից գոյություն ունի աշխատող երկաթգիծ, որը այդքան էլ հաջող չի, բայց կա, ինքը գնում է մտնում է Վան, այնուհետև Վանից բանով, լճով, բանով, լաստանավով, Թաթվանից գնում է արդեն դեպի արևմուտք։ Այս գործող երկաթգիծը կա։ Առավելագույնը ինչ կարելի անել, կարելի է երկրորդ երկաթգիծ գցել, ստեղ հետաքրքիր կարա լինի, այն ինչ որ ասում են, որ ասենք բերենք, չգիտեմ, ջուղա դուրս գա ջուղայից մտնի Երասխ, Երասխից գա Գյումրի, Գյումրիից գնա Կարս։ Պատրաստի երկաթգծի մասին է խոսքը։ Այսինքն սա կարա աշխատի, բայց սրա մասին է խոսքը։ Սա ոչ մի կերպ չի ներառում Աբշերոնի թերակղզի շրջապատում ստեղծված վայրենի ցեղերից Ադրբեջան կոչված ժողովրդին, ադրբեջանցի ժողովրդին եւ Ադրբեջան կոչված պետությանը։ Իրական աշխատող տնտեսապես հիմնավորված բանը, ու բացի Նախիջևանի կտորից, հա, ընդհանրապես ուրիշ ոչ բան չի մտնում, բայց քանի որ այս կրյուկը չարժի այն թիվը, որը պետք է բան արվի, ինքը չի աշխատում, վերջ։ Ամեն անգամ, երբ որ պետք չի, մերոնք գնում են այնտեղ, որտեղ պետք չի, ու սկսում են առաջարկություններ անել, ընդ որում փայլուն աչքերով ու բորբոքված, որոնք դիմացի կողմը դիվանագիտությունից կամ դաստիարակությունից ելնելով ասում է, հա ինչ լավ է, բայց խնդիրը այն է, եղբայր, որ դու ըստեղ պետք է ամրապնդես քո դիրքերը։ Քո սյունիքը պահեցին այն ժամանակվա ադմինիստրացիան Ամերիկայի եւ Եվրամիությունը։ Այս մարդկանց հետ հարաբերությունները ամրապնդի։ Այդ ձեր դիվերսիֆիկացիան, որը մարմնավաճառությունից չի տարբերվում որևէ կերպ, վերջ տվեք։
հերիք դուք մանգակ ամեն անգամ այսքանը բան անում չտես գեղցին ոնց ալնում ասում գալիս ես ասում ես ինչ արժի ասում 200 դրամ ասում ես լավ 5 կիլո տուր առաջին միտքը կարող է 400 ասեի 400-ով է գալեր գեղցի անտեր գեղցի չտես դասական ձևակերպում ինչ ասես դու չես վերջացրել հարաբերությունը Ամերիկայից ստորագրել ես ռազմավարական բան համաձայնագիր հունվարի 20-ից մարդ է եկե ով ունի beautiful ocean and տարիվ ինքը տես Չինաստանի վրա 700%-անով տարիֆներ է դնում Անգեր ուր ես դրան կատաղացնում ուր ինչի համար ես գնացել հասկանում եմ կարելի է Չինաստանի դիվանագիտորեն բան անել բայց դու չես կատաղացնում այդ մարդու տեր ես թև ունես որ գլուխ ես արտուկում արա ախր չունես չէ ում վզով ես այդ ամեն ինչ անում ով է քեզ փրկելու ընչ ես գնացել Չինաստանին բերեկո խաշմերուկը սպանին կդու դասինք չի աշխատում այդ անտերը չի աշխատում ոչ մեկին պետք չի դա ոչ մեկին միակ բանը դու որ պետք է անես պետք է ինչքան ուժ ունես ում բռնում ես փողոցում աշխարհում այլ մոլորակայիններ չգիտեմ գնում ես Վալխալա լոկին ես բերում ու տորին ում ուզում ես բեր Թուրքիային նենց է սահմանդ բացի ընկեր ուրիշ ոչ մի բան քեզանից չի պահանջում ոչ խաշմերուկ ոչ մեր խաշուկ ոչ մի բան թարգեք արա թարգեք դուք հետաքրքիր չեք ուրիշ կերպ դուք պետք է Թուրքիայի սահմանը բացեք որ ելնեք հետաքրքիր Ադրբեջանի հետ ինչ եք առևտուր անելու արա Ադրբեջանը bottleneck է Ադրբեջանը չունի ելք ոչ միտեղ Իրանը դուք էլ ունեք Դաղստանը գրող է մնա Միջին Ասիա դուրս ես գալի Իրանով հասկանում եմ դժվար է հիմա բայց ավելի հարմար է Իրանի հետ ինչ որ մի պահի հարաբերությունները կդզվեն քան Ադրբեջանի հետ դուք չեք դզվելու ասում են Ադրբեջանի հետ չեք Ադրբեջանն է ասում Թուրքիան է ասում Ադրբեջանի հետ չես դզվելու մոռացի Թուրքիայի սահմանի մասին այ այնտեղ հարցը մի փոքր ուրիշ է Թուրքիայում կա ավտորիտար առնվազն 3 թև այդ 3 թևի մեջ խաղում են Էրդողան պլյուս ազգայնականներ այսինքն Բաղչելի Գորշ գայլեր Քեմալիստներ Իմամօղլու եւ այլն ես իդեպ բան է նորը տղեկ հետ խոսում է ասում է այդ հիմնական բողոքները բաները որ կա սա հայկական թաղամասում է պոլսի անցնում նորմալ հայկական թեմա է ինչպես միշտ պոլսում համահանում են եւ կա երրորդ թև դա քրդերն են եղբայր առնվազն երկուսի հետ կարաս նստես խոսես դու նույնիսկ Էրդողանի հետ կարաս նստես խոսես հա Ադրբեջանը տենց անում օքեյ դիմացի ուրեմն Շուր մի ուրիշ կերպ կտի, բայց դու չես կարա Ադրբեջանի, ախր Ադրբեջանի հետ դու չես կարա սահման բացես։ Հասկանում եք, այնտեղ Թուրքիան հիմա այն վիճակում չի, որ ինքը թելադրի։ Թուրքիան հիմա թելադրում է, որովհետև սրանք գլուխները, վզները ծուր գնում են գլուխները կախ։ Ձևեր կան, Թուրքիայի հետ աշխատելու ձև կա։ Այդ ձևը դժվար չի, մի բան պետք է անեք, որ լինի Թուրքիայի տնտեսությունը վատ վիճակում է, գնացեք իրանց հիմիկվա բանի Փսլենկոտի անալոգը, որը բրիտանական բան լուրջ կրթություն ունի այդ մարդը։ Գնացեք հետը նստեք, խոսացեք, ապացուցեք, որ սահմանը բացեց լավ կլինի։ Ծրագրեր արեք, որ ինքը սահմանը բացի, իրան ավելի շատ ձեռ տա, քան քեզ ինչ-որ միտեղ։ Վազնեք եկեք Ադրբեջանի ծրը, հենի շուն դառնա մերն է։ Շնորհակալ եմ, վերջին հարցը երևի կարճ խնդրեմ, ինչով է պայմանավորված, որ Հայաստանում իրար ծեծում են, իրար հայհոյում են, դա ինչ-որ մշակույթ է քաղաքական, արդեն ձևավորված։ Ոչ, գիտեմ ինչ իմաստն եք, չէ, հանիշ, Կարելի է գալ պատահական մարդիկ, նայեք, խնդիրը որն է, պատահական սխալ է բառը, մարդիկ ովքեր պատրաստ չեն պետական կառավարման, բուն բանով, իրանք պետական կառավարման մեջ են,
ուստեղ ես բոլոր մակարդակներին շուտ բազմիցս ասել եմ, օրինակ մեր նախարարությունների հիմնական խնդիրն է, որ ոչ մեկ որոշում չի կայացնում, որովհետև ոչ մեկ չգիտի ինչ որոշում կայացնի։ Կամ ասենք Նիկոլը ասում է, որ ինքը բան այն շուտ պետական համակարգը բան չի անում, չեն հասկանում, որովհետև ոչ մեկ շիզոֆրենիկի նման չի կարող մտածի, ՀԱՏՄ թե ԵՄ, ՍԵՊԱ թե բան, չեն կարող կողմնորոշվել, մեկը մյուսին հակասող որոշումներ են։ Հիմա պետական կառավարումը, այդ թվում տեղական ինքնակառավարումը, ինքը պահանջում է առանձին հմտություններ։ Ընդդիմություն կոչվածը ակնհայտորեն ստեղծված է նրա համար, որ քեզ բզի։ Ընդ որում, եթե այդ ընդդիմությունը նաև Ռուսաստանից բաներ է ստանում, մեսիջներ է ստանում, նպատակային։ Ակնհայտ է, որ տենց հալնելու։ Եղբայր դու ընդ որ նստում ես, տիկոին եմ ես ասում, որ դու ընդ նստում ես, դու պետք է հասկանաս, որ քեզ գալու են բզեն։ Դու չպետք է ենթարկվես այդ բան։ Ուղղակի, իրենք հա կարան ասեն, դու պետք է հա անտեսես։ Առնվազն որտեվ իրենք այդքան չկան։ Իսկ եթե համարում ես, որ կան, դրան է ձև կա։ Բայց այս չի ձևը։ Ուժի կիրառումը պետք է բացառվի։ Ընդհանրապես բացառվի, որտեվ մեծ հաշվով հասկանում եք հիմա լավ նենց օրինակ բերեմ, որ մի քիչ բանը ԿՊ-ն մղկտա։ Դրանից մի քանի ժամ առաջ թե նախորդ օրը քաղաքապետը Ավինյանը փաստացի բռնության կոչ արել։ Փաստացի ինքը բռնության կոչ արել։ Ինքը չի ասել, որ դա անթույլատրելի է։ Ինքը ասել է, որ պետք է պատասխան տան։ Պետք է ստանան համարժեք պատասխան։ Համարժեք չէ, օրենքի ուժով։ Դրանք տարբեր բաներ են։ Կտրականապես տարբեր բաներ են։ Եվ այս ամբողջ պատմության մեջ, այս ամբողջ քրեական գործերի մեջ մի հատ գործ պակասում է։ Բռնության կոչերի համար Տիգրան Ավինյանի վրա հարուցած գործ։ Որտեվ ինքն է արել ինչ արել է։ Հասկանում եք, որ ինքն է արել։ Հանրապետության հրապարակում, ոչ հեռու կառավարության շենքից, քմծի ծաղով, կուրաժի տնելով, ինքը բռնության կոչ է արել։ Ամենավատը գիտեք որն է, որ ասենք մարդիկ ովքեր ներգրաված են, ոչ մեկ դա չի նկատել։ Ոչ մեկ չի հասկացել, որ դա։ Ես դրա համար եմ ասում, պատահական մարդիկ կանգառներից հավաքված։ Այսօր ազգային ժողովում քաղաքացիական պայմանագիր կուսակցության այդ կոդլի մեջ կանգառներից եկած մեկը թասի պետք է ունենար բացի այն աղջկանից, ասեր, որ էսի չեք անում։ Ավինյան ես ինչ ես անում։ Ես սա չեմ տեսել։ Դրա համար ես ինձ որ հարցնում եք ինչ է, դա նորմալ է, չէ, նորմալ չի։ Ընդհանրապես նորմալ չի։ Բայց այն ինչ որ կատարվում է, տրամաբանական է։ Վտանգային է, որ ասում եք տրամաբանական է, եւ վտանգային է, որ նման դեպքերը կարող են շատանալ գնալով։ Հա, բայց այս դեպքերը շատանան ես ասենք ակնհայտ է, չէ՞ որ Ահա, հաջորդ անգամ ասենք, չգիտեմ, ինչ որ մի ուրիշ ԿՊ-ականի հայր, ինչ որ մի ուրիշ կատեգորիայի մարդուն կասի համբալ, ու այդ ԿՊ-ականը կարող է մասնակցի իր հոր, ասենք, չգիտեմ, ռեանիմացիային կապելնիցայով բան տալում, վիտամին տալում, որովհետև դե տենց է կարելի է ուրեմն։ Սադրել է, ծեծելը օքեյ է, հիմա հետո ինչ լավ դու պաշտոնյա ես քեզ ծեծելը բան է, բայց ասենք բարեկամ ունես, չէ, որոնք էլի կարող է սադրեն։ Այո, եւ Չէ, ամեն դեպքում ես վստահ եմ, որ այս ամեն ինչը շատ արագ կլուծվի, լուծում կստանա։ Այս դեպքը մենք վերցնում ենք որպես ես դիտարկում եմ որպես նախադեպային, այսինքն Ինքը նախադեպային է, ինքը լուծում կստանա։ Այո, որովհետև գիտեք ոնց ես չեմ բանանում, մարդկանց շատ վատ եմ վերաբերվում, հիմնականում պատահական մարդիկ, ովքեր հայտնում են իշխանության մեջ, մեգա դախլչիներ բան, իրանք որ էմպաթիա չունեն, կրթություն չունեն, դաստիարակություն չունեն, ունեն մենակ մեծ փող, իսկ դրանք մենակ մեծ իշխանություն, վերջ, ուրիշ բան չունեն։ Այս մարդիկ շատ վատ են վերաբերվում հասարակ ժողովրդի։ Հասարակ ժողովուրդ սխալ է ասել։ Քաղաքացիներին, մարդկանց, մարդ արարածին։
Բայց իրականում մարդ արարածը, որ կա, անձը, ինքը հիմար չի։ Ինքը միշտ ռիսկը գցում բռնում է, ինքը հիմա չեն ընդվզում, որովհետև համարում են, որ այս պահին դա էներգիայի ծախս է, անիմաստ։ Բայց այն, որ բոլոր մասնակիցները մենակ կորցրել են, Այո, միանշանակ։ Ըստ Կորցրել էդից։ ենք բոլորս։ Կորցրել է ձեր ասած քաղաքացիները։ Չէ, քաղաքացիները բան չեն կորցրել, քաղաքացիները, որովհետև դիմակներ են պատրվել։ Տենց դիմակներ, այդ գնով դիմակներ են պատրվում։ Փառք Աստծո, որ Արյան գնով չի, սահմանի զովերով չի, նես որ չվախեք, սաղ լավ ալնելով։ Համաձայն եմ, շնորհակալ եմ։ Ես եմ Սոցիոլոգ շնորհակալ։ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ էինք զրուցում։ Զրույցը վարում էր Գայան Արաքելյանը, բարի են ձեզ։